մենք հայր ջան, արեք այս քրիստոնեությունը վերարտնանք, արեք մարդասպանությունը, մեր ցեղասպանությունը մոռանանք։ Նիկոլը հայ չի, այնի Նիկոլ Փաշայա, Նիկոլ Փաշինյան չի, Նիկոլ Փաշայա, ասմա ցեղասպանությունը ժողովուրդ ջան, վերացնենք, մոռանանք։ Հիմա այսօր ինչ արեց։ Հիմա հարձակվել է ուզում իր անունը մեր ցեղասպանությունը համոռացության տա մեր քրիստոնեությունը վերացնի, իրան մուսուլմանացի։ Այդպես։ Քիչ առաջ ինչ է տեղի ունեցել, այստեղ կարող եք դուք ներկա եք եղել։ Մենք ներկա չենք, այն տեսան, որ հարձակվեցին, իրանք դիմակներով հարձակվեցին մերոնց վրա։ Որպես ինչ, քրիստոնեության, որպես ինչ։ Դուք չեք ընկալում, որ սա հարձակում է հայ ժողովրդի վրա։ Այո, նա ուզում է հայությունը վերացնի, Ալիևն ինչի է Հայաստանը վերանա, մուսուլման Թուրքիա դառնա։ Վերջերս գնացել էր Թուրքիայից եկա Փաշինյանը հանդիպումից հետո, տեսակ այնտեղ Թուրքիայում ոնց էր Մոլլայի հետ այսպես Մոլլայի հետ, այո, ձևական ծաղկե փսակա վեսնում հետ մա ծիծեռնակա բերտ մերոնց սքի համար փսակա դնում, բայց գալի ասում է ցեղասպանությունը վերացրեք։ Հիմա տեսեք կալանավորված է 2 ամսով Բագրատ Սրբազանը, այսօր ձերբակալել են Միքայել Սրբազանին, հիմա ներխուժեցին Բեհարան, ինչ է կատարում, ինչ պետք է անենք մենք ժողովուրդը։ Մենք ժողովուրդը ոտքի կայնենք սատանը Նիկոլին վերացնենք, մեր Հայաստանը հայություն դնենք, մեր ցեղասպանությունը հիշենք, մեր քրիստոնեությունը պարզ ու բարձր պահենք, սատանա Նիկոլից հեռանանք։ Գիտակցում եմ մեր ժողովուրդը, որ հիմա Ալիևի պահանջն է կատարում, Այո, Ալիևի պահանջն է կատարում, որտեղ ասես Պարսկաստանը արդեն նեղության միջակ չի կարող Հայաստանին պաշտպանի, մենք հարձակվենք Հայաստանի վրա, հայությունը վերացնենք, Թուրքիա մուսուլման սարքենք։ Եկեղեցին հնչեցնում է զանգերը որպես ահազանգ, պիտի սա համախմբում լինի։ Այո, մենք հավաքվում ենք Թուրքիա Նիկոլին վերացնենք։ Շնորհակալություն։